դու հիմա քո երկրի առաջ օրակարգեր չես ֆիքսում, բայց հիմա կենտրոնական խնդիր ասեմ քեզ։ Ինչա գնում է բանը, ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում։ Սա նկատում եմ, որ գիտեմ, Էրդողանը սենց արեց ձեռքով, ոտքով, բան, սա ինչ-որ մեղա ամեն մեկը հայրանքներ ենք լսում մենք, չէ՞, ասենք ակնհայտ, բայց բովանդակություն չես լսում դրա մեջ, դու հասկանում ես։ Այսինքն դու լսում ես հայոյանք, հաճույք ես տանում, հաճելի է դառնում, ոնց որ ճաշը ուտում, ոնց որ կլուբնիկան ուտում ես, հաճույք ես տանում, դες հայոյանքը լսում ես, հանգստանում ես, չէ՞, բայց դու բովանդակություն թե ինչ է կատարվում, դու չգիտես դրա մասին։ Բայց քեզ ոչ մեկ չի ասում դրա մասին։ Ոչ քո քաղաքական վերնախավն է ասում ընդդիմությունով, իշխանությունով, ոչ քո լրատվական բանն է ասում, սա զբաղված են քաղաքական բամբասանքներով, բոլոր տեսակի ու հայրանքներով։ Էսա խնդիրը։ Հիմա հարց, չասեմ, որ այս մարդիկ տեղյակ չեն, այս ժողովրդի հետ կապ չունեն, այս պետության հետ կապ չունեն։ Չասեմ տես բան, չասեմ։ Բայց ես հիմա ասեմ քեզ իրականությունը, որտեղ ի վերջո իմ համար ես թքած ունեմ սաղի վրա։ Իմ համար կարևոր որ քանի որ ես ապրում եմ այս երկրում, քանի որ իմ ծնողները թաղված են այս հողի վրա, ես չեմ կարող թքած ունենամ այս վիճակի համար, որտեղ իմ ընտանիքը ես ապրում եմ այս հողում, այս հողը իմ համար հայրենիք է։ Հասկանում ես ինչ նախնդիր է։ Մենակ դրա համար ես ուզում եմ որ մենք այս վիճակի մեջ չհայտնենք ինչ որ Ղարաբաղցիները հայտնվեն։ Իսկ մենք կարանք հայտնենք դրա մեջ։ Հիմա դրա համար հիմա ինչ ուզում ես դու ասա, ինձ հետաքրքիր չի ոչ մեկ։ Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ իրանց աթոռներն ու չգիտեմ ինչերը։ Ինձ դա բացարձակապես հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է մի բան։ Մենք կարանք այս կեղտից դուրս գանք, թե չենք կարա։ Ինչ ուզում անի Նիկոլ Փաշինյանը։ Ինքը այդ միջազգային հարթակներում մի խնդիր է լուծում։ Փորձում է մուրալ Էրդողանից, որ Էրդողանը ճնշի Ալիևի վրա, որ մինչև ընտրությունները ինքը մի հատ փաստաթուղթ իրան նվիրի։ Այդ է իր խնդիրը։ Այդ փաստաթուղթը որ նվիրեց, բայց մի դեպք շարունակեմ, հետևությունն ասեմ։ Քո ժողովուրդ հետ որ դու շփվես, այս խեղճ ու կրակ ժողովուրդ հետ որ դու շփվես, որ դու չես շփվում։ Ոչ միայն դու չես շփվում, ոչ մեկ չի շփվում այս ժողովրդի հետ։ Դու կտեսնես, որ այս ժողովուրդը խեղճ ու կրակ ոչ մի ինֆորմացիա չի ստանում քո քաղաքական գրանտ մակարդակի քաղաքական գործիչներից, քաղաքագետներից, լրատվական գործիչներից, ոչ մեկից ոչ մի ինֆորմացիա։ Ինքը պարզապես բամբասանքային տիրույթի մեջ է, ինքը այդ ինֆորմացիաները ստանում է հարևանից, ընկերից, հարսից, փեսայից, բանից, եւ որից ինքը հասկացել է մի բան, որ ինքը վտանգավոր վիճակի մեջ է, ինքը առավոտը կարող է զարթնի, չգիտեմ, մեծ ցնցում առաջ գա, ոնց որ Ղարաբաղում եղավ, ինքը վախերի մեջ ապրում, ինքը տեսնում է, որ ինքը աշխատատեղ չունի, ինքը շատ ծանր վիճակի մեջ է, ինքը տեսնում է, որ չի ունենալու է երկիրը ապագայի խնդիրներ մնաց, եւ ինքը տեսնում է, որ ինքը ոչ դաշնակից ունի, ոչ սաղ, իրենք գցել են, բան են արել։ Ինքը այս հոգեվիճակի մեջ մեկ էլ Փաշինյանը բերելու ասելու է, գիտեք ինչ ժողովուրդ ջան, ես խաղաղություն եմ բերելու։ Այնտեղ որ բերեց, իսկ մի հատ հարց, ինքը ունի օրակարգ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը չունի օրակարգ։ Նիկոլ Փաշինյանը ունի կոնկրետ երկրի հերանեկարի օրակարգ, իր օրակարգը, որ ինքը պատկերացնում է։ Այդ ինչ է նշանակում օրակարգը։ Մինչև ընտրությունները մուրալ Էրդողանից այդ թուղթը, որպեսզի Ալիևը համաձայնվի մինչև սահմանադրությունը փոխելը թուղթը ստորագրի, այդ թղթով ինքը գնա բոլոր տեղերին դռները դուր մտի, ասի Ժորժ ջան, ես բերել եմ խաղաղություն, որպեսզի ձեն ստանա։ Էս է իր օրակարգը, իսկ ընդդիմությունը ինչ օրակարգ ունի։ Դուք եք ընդդիմությունը ինչ օրակարգ։ Ես ասեմ քեզ, միակ ուժը, որ ունի կոնկրետ օրակարգ, դա Մայր Հայաստան քաղաքական ուժն է։ Միակ օրակարգ, բայց քանի որ դու այդ չես ընկալում այդ սիտուացիան, ցավոք սրտի եմ ասում, մենք մեղք կա դրա մեջ, որտեղ մենք չենք թպկահարում։ Մենք ասում ենք հետևյալը, որ հարգելի ժողովուրդ, որպեսզի մենք կարողանանք ունենանք իշխանության այլընտրանք, մենք պետք է ասենք, թե Հայաստանի այլընտրանքի զարգացումը ո՞նց է լինելու։ Հայաստանի զարգացման այլընտրանքը նոյեմբերի 9-ի վերադարձնա այն համաձայնագրի, որը ոչ մեկ չի սիրում, չի ընդունում, ոչ մեկ չի երկրորդ նախագահն էլ ասեց, մենք ունենք, չունենք, այդ ունենք։ Այդ համաձայնագրի շրջանակում է, որ մենք կարողանանք վերականգնենք երրակողմ բանակցային process-ը Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, որպեսզի մենք կարողանանք այդ process-ի մեջ եւ Ղարաբաղի հարցը բաց փակ թողնենք եւ կարողանանք որոշակի խնդիրներ լուծենք անվտանգային, որից հետո մեր մոտ արդեն կարան գան ներդրումներ, որտեղ ներդրողները բոլորը սպասում են Հայաստանը կործանելու չի կործանելու։ Միայն եւ միայն այդ տարբերակն է։ Այդ տարբերակը միակ քաղաքական ուժը, որ ասում է դրա մասին, քաղաքական ուժի մասին է խոսքը, չեմ ասում անձի։ Ես համաձայն եմ, նախագահն ասում է տենց բան, բայց քաղաքական ուժերից միակ քաղաքական ուժը, որ ասում է սա է այլընտրանքը, դա Մայր Հայաստանն է։ Եթե դու ցույց տաս մեկ այլ քաղաքական ուժ, որը ասում է թե ինքը ոնց է պատկերացնում, դու չասի նոյեմբերի 9-ի համաձայն։ Դու ասի, չգիտեմ, հոկտեմբերի 25-ի պայմանագիր, թող հայտարարություն ասում այդ հայկական դաշնակցությունը Հայաստան դաշինքը չի, չկա մեջ։ Ես չեմ կարող։ Ուրեմն սենց ասեմ, Անժելա ջան, ես քեզ մի հատ խորհուրդ տամ։ Քաղաքականությունը սուբյեկտիվությունն է պահանջում։ Քաղաքականություն դա նշանակում է կոնկրետ աշխարհում է տենց։
մարդը որ մի բան ասում, կարող է տեսակետը ասում։ Անցանք լավ, ինից անցանք, հետո քաղաքական ուժերը պետք է մեսիջ փոխանցեն քո ժողովրդին։ Ոնց են պատկերացնում երկրի զարգացման հեռանկարը։ Այդ իմաստով նշնորհից եմ կրկնում, եթե դու ցույց տաս այլ քաղաքական ուժերի պատկերացումները, մեկը ասում է դա կապիտուլյացիա է, մեկը ասում է, չգիտեմ, սրիկայություն է, մեկը ասում է օրորի պետքա, մեկը մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճղում այդ համաձայնագիրը, մեկը ասում է, որ պետքա, չգիտեմ, Հայաստանի Հանրապետությունում ռեալ կոնկրետ այս հարցում միայն ասել է բանը Մայր Հայաստանը, մեկ էլ որպես անձ ասել է երկրորդ նախագահան։ Ուրիշ ոչ մի ուրիշ սուբյեկտ անցանք ուրիշ ասում եք դա հասկացանք 9 հետո այդ բայց մի րոպե ասեմ քեզ այդ տիրույթի մեջ արդեն հնարավոր է խոսել տնտեսական զարգացման մասին, աշխատատեղերի բացման մասին, անվտանգության համակարգի կայացման մասին, սոցիալական արդարության արդեն կարաս բացես հետևել է, բայց ոնց պետքա զարգացնել։ Նոյեմբերի 9 հասկանում եք, չէ՞, այնտեղ Արցախի հետ կապված ինչ կար, ոնց եք պատկերացնում։ Իհարկե նոյեմբերի 9 համաձայնագիրը արդեն կիսոտ պրատ է դարձել, որտեղ Արցախ գոյություն չունի, չէ՞։ Բայց հաշտանգելով այդ փաստաթուղթը որ կա, որը ավարտվելու է այս տարվա հոկտեմբերին, նոյեմբերին։ Ուրեմն Թուրքիան սպասում է, որ այս տարվա նոյեմբերին այդ փաստաթուղթը ավարտվի, որից հետո Ադրբեջանն ասի արի հիմա մի հատ թուղթ ստորագրի, որպեսզի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ մենք արդեն ստեցություն ասենք Ռուսաստանին, որպեսզի մենք կարողանանք Հայաստանը պլավնի մտցնենք մեր ազդեցության տակ։ Դու գիտես դրա մասին։ Չգիտես, չէ՞։ Բայց քո քաղաքական վերնախավը գիտի դրա մասին։ Ինքը չէր մտածում դրա մասին։ Իրանք օրվա կուրսով քաղաքական վերնախավ են։ Օրվա կուրսով իրանք կարձանագրեն նոյեմբերի 10-ին այս տարվա, որ արդեն Թուրքիան մտցնում է Հայաստանը իրանց դրույթի մեջ, իրանք սկսեն ամեն օր գորգորալ, բորբրալ, ասուլիսներ տալ, բայց հենց ամոթ վիճակ է գալիս բան։ Այսինքն տենց է քո քաղաքական դաշտը։ Սա է իսկ այս երկրի վիճակը ինչի է սենց վիճակ։ Որտեղ բոլորը զբաղված են օրվա կուրսով գնահատական։ Բոլորը օրվա կուրսով ապրում են։ Բայց ես այդ համաձայնում եմ շատ անգամ, ոչ չէ, ուրիշ բան եմ հիմա ասում։ Չէ, որ ասում եք, քանի որ մեզ շատ հետևորդներ են լինում, չգիտեմ։ Խորհուրդ եմ տալիս քեզ բոլոր քաղաքական ուժերին կանչես։ Մի հարց տաս, մի րոպե, կոնկրետ։ Խորհուրդը մենակ դուք ինչ չեք դե Վիտալի Բալասանյանն է։ Չէ, բոլորին կանչում ես։ Ասենինի հետ համաձայնեք թե չէ։ Բոլորին կանչում ես, չէ, բոլորին կանչում ես, հարց ես տալիս։ Ոնց ես պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումը, ասենք Նիկոլ Փաշինյանը չկա, դուք դառնում եք վարչապետ։ Ինչ եք տեսնում, ասենք Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները, Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, Հայաստան-Ռուսիա, ոնց եք պատկերացնում։ Ասելու պես բան լինի, այնքան չէ, մի րոպե։ Ամեկին հարցրեք, ամեկը կոնկրետ հիմա ասի, թե ինչ է, որպեսզի այս ժողովուրդն էլ այդ ընտրության մեջ ընտրություն կատարի։ Այս ժողովուրդը ասում է, գիտես ինչ, ժողովուրդն ասում է, բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկ մեզ անետրակ չի առաջարկում։ Մենակ ինքն է ասում սենց բան։ Ինքը վատն է առաջարկում, բայց ոչ մեկ չի առաջարկում։ Շատ լավ, քաղաքական վերնախավի մակարդակը։ Շատ լավ, ի տարբերություն ձեզ, որ դուք ես էլ համաձայնում եմ շատ անգամ, որ այո քաղաքական ընդդիմադիր էլիտ առհասարակ էլիտան է մեղավոր, որ մենք այս վիճակում ենք, բայց եկեք այնպես բան չանենք էլի, որ որևէ պատասխանատվություն ժողովուրդը չունի։ Թողնենք ավարտեմ։ Այս նույն ժողովուրդը, եթե սեպտեմբերի 21-ից հետո դուք ասում եք, չէ, տարել է ձեր երեխեքին 2700 երեխա 3000, ես ասում եմ 10000 կամ 13000 խղճինա, չէ։ Նիկոլնա, չէ, տարել, ասենք կարող էր, չէ, պատերազմը չլիներ, դիվանագիտության ձախողում էր, պրավալ էր, չէ, կամ տա հասության, տա գիտության կամ կոնկրետ ծախելու, կարող էր, չէ, չանել, արելա, գնացել եք այս ամեն ինչից հետո, տարելա հարևանի մյուսի որդուն, տարելա, հա, 120,000-ին տնական տարելա, արելա, կամ միջև այդ արելա, դու անբարոյական ես, այն հատված, որ դու գնացել ես, այսինքն բոլորի վրայից մի վերցրեք, դու պիտի ասես, որ դու անբարոյական ես, եթե դու դրանից հետո դու գնացել ես, Նիկոլ ես ընտրում, հիմա շարունակեմ, ես մարդիկ գիտեմ, ժողովրդին մեղադրել, չէ, բայց այնպես չէ, որ ժողովուրդը ոչ, շերտը որ գնացել է Արցախը ծախելուց հետո, այդքան երեխաների, հիմա ասենք եթե Իրանը չի տարել մյուսին նա տարել։ Մի հատ ուրիշ օրինակ էլ բերեմ։ Ես օրինակ մարդ գիտեմ, որ ամեն ընտրության նախորդ ամեն չէ կամ ինչ որ ընտրությունների ժամանակ, նախորդ իշխանությունների ժամանակ կոնկրետ Սամվել Ալեքսանյանից վերցնում էին $50,000, որտեղ թաղի եսի միշնեին ու իրանք կազմակերպում էին Սամվել Ալեքսանյանի կամ այն մեկը ինչ էին ասում, ֆլեշի կամ ինչա բենզին ռուբլ, ինչ որ անուններ կա։ Դրանց ինչ որ ընտրություններին մասնակցել իրանք թաղերում կազմակերպում էին այդ խուժաններ։ Մի րոպե։ Ես այս օրինակը ուրիշ օրինակ եմ բերում, ուրիշ բանի համար եմ սա ասում։
Ես այնպես չի որ իդեալականացնեմ, բայց ասում եթե դա Իդեալական չի, եթե մենք միշտ բերում ենք եթե դու առաջին այդ մարդկանց բանը, գնահատականը չես տալիս, որ դրանք սարքեն են սա։ տալիս ուրիշ բան եմ ասում։ Հիմա այս մարդիկ ընտրությունը երբ որ եկավ արդեն պիտի իրանք են արել, ես գիտեմ։ Այս մարդիկ են ամեն անգամ փողը վերցրել, գնացել այդ այլանդակ ընտրություններն արել, այդ այլանդակությունից օգնել։ Նիկոլն եկել է, Նիկոլը նախքին ինքն է այլանդակ, այսինքն ինչքան պիղծ է, անբարոյական է։ Չէ, եթե մենք հիմա մրցենք թե Նիկոլի։ Չէ, մենք հիմա վերցնենք եւ ասենք դու իմ սուրբ ժողովուրդ, դու իմ սուրբ մաքրամաքուր, դու ինչքան դու զոհ չես, ոչ, նայ ժողովուրդը, եթե դու գնում ես ընտրության, դու պիտի պատասխանատվություն ունենաս։ Դու հիմա պիտի հասկանաս, որ դու հանցագործություն ես արել, հանցագործին ձայն տալով։ Ես մի հատ բան ասեմ, քեզ Անժելա, ուրեմն ես ուզում եմ բերեմ քեզ Չերչիլի բանը խոսքերը, որը հայտարարում էր ինքը Չերչիլը խելոք մարդ է եղել, անխելք մարդ չի եղել, էլի վարչապետ է եղել եւ շատ պատասխանատու ժամանակ է եղել վարչապետ։ Ինքը հետեւել բաններ ասում էր, երբ որ դուրս եմ գալիս փողոց, խոսում եմ շարքային մարդու հետ, ապշե կյանքից, քաղաքականությունից, խորապես հիասթափվում եմ, որ հասկանամ թե բաստերում համարյա կենթանու հետ են խոսում, բառից բուն իմաստով ասում։ Այն ձեր ասածին են գալի, 90%-ը։ Բայց որ հետո ես մտածում եմ, որ իսկ ինչ այլ ընտրանք կա բացի դեմոկրատիայից այլ համակարգ, չկա, պաստորեն ասում եմ մարդկությունը։ Այսինքն միակ տարբերակը այդ անգրագետ մարդու հետ խոսել, այդ կոլխոզնիկ կամ չգիտեմ հասարակ չգիտեմ բանը առևտրականի բանը որ անգրագետ մարդը պատկերացություն այդ մարդու հետ խոսել բացատրել ուրիշ տարբերակ 21-րդ դարում գոյություն չունի Անժելա ջան ես չեմ ասում այդ մարդիկ բյուրեղա մարդիկ են ոչ այս հասարակությունը բարոյական պատասխանատվություն ես նախինում մի հատ հայտնի գործիչ կանոնը չեմ ուզում տամ իրան ասում եմ հետևյալ ինքը մեղադրում էր ասում էր այս ժողովուրդը սենց է ժողովուրդը սենց է այսինքն կողքից ասում եմ գիտես ինչ եթե դու ուզում ես եթե դու դժգոհ ես ժողովրդից ուզում ես քաղաքական գործիչ դառնաս գնալ Լեհաստանում քաղաքական գործիչ որը Ֆրանսիայում քաղաքական գործիչ դարձի միգուցե Լեհաստանում Ֆրանսիայում հանրային մակարդակը ավելի բարձր է բան չունեմ ասելու բայց եթե դու ստեղ ես ուզում քաղաքական գործիչ դառնաս, դու պետք է հաշվի առնես քո ժողովրդի մակարդակը։ Քո ժողովրդի մակարդակը սա է։ Բայց իրան պիտի ասես, որ դու նաև անբարոյական ես, դու լինելով դու անբարոյական ես, դու ինքը դրա մասնակիցն ես եղել, եւ հիմա դու ասում ես, իմ խորհուրդը քեզ մի մեղադրի մարդկանց։ Ամեն մարդ, եթե մարդուն տրված է սա, ինքը պետք է գնա քվեարկության մասնակցի եւ ինքը չի ուզում որևէ պատասխանատվություն իր վրա վերցնի եւ ցանկացած մեղք չգիտեմ ինչի վրա, դեմ հասուն մարդը գնում է, չէ, նաեւ ամեն մեկ իր պատասխանատու։ Քիչ առաջ ասեցի բոլորս մեղավոր ենք։ Ես որ ասում եմ նախկինում վատ բարքեր են եղել, դու ինձ ասում ես թե ինչ ես նախկինում։ Ես ասում եմ, բայց ես ասում եմ չի կարելի 7 տարի շարունակ վերել դա առաջին պլան։ Մի րոպե, հիմա դու առաջին պլան ես բերում, ասում ես ժողովուրդը անբարոյական փողի մտածողությամբ ասում ես, ասում եմ մարդուն փողի մտածողությամբ ձևավորելա, սարքելա նախկին իշխանության ժամանակ։ Մարդուն բարից բուն իմաստով ապրանք է սարքել։ Մարդը 10000, 15000, ես մի հատ բան ասեմ, 2017 թվականին Հարևանի երեխան զոհ է գնացել է, հարազատի երեխայից ապենի միջավայրից եմ ասում, իրան չի հուզում, դա ով արի։ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ես մի հատ մոտիկ մարդու չեմ ուզում ասեմ, հանդիպեցի, խոսում էի, որ ընդհանրապես ինչ-որ ոնց կարանք ինչ-որ բան անենք, ինձ ասեց, իսկ ինչ փող կարանք առաջարկենք, փող կան։ Այսինքն այդ մարդը, որը վատ մարդ չի, այդ մարդուն արդեն սովորացնում են, որ այդ մարդը բան ընտրությունը դա փողի ֆեստիվալ է, փողով պետք է այդ ամեն ինչ անես։ Այս փողի մտածողությունը մտել է այն ժամանակ։ Ասեմ քեզ, հիմա ինչքան է որ դու ասես թե սենց էս կոմենկոմ, այդ փողի մտածողությունը տնական դարեց այս ժողովրդին, տնական դարեց այս պետականությունը, տնական դարեց մեր ամբողջ պետական քաղաքական համակարգը, որի արդյունքում մենք ծնվեցինք ստացանք ավելի կանեմ ասեմ։ Ես իմ ընկերներին թողի ինքնել ասեն եւ Անդրանիկ Թևանյանին եւ Վահե Հովհաննիսյանին միշտ ասում էի հետեւյալը, որ եթե այս իշխանությունը կարա 10-15 հազար դրամով կաշառի այս մարդկանց, ապա հարց Ալիևն ու Էրդողանը շատ ավելի մեծ փող ունեն, քան այս իշխանությունը։ Իրանք ավելի շատ փողով կարան կաշառեն։ Ես միշտ ասում եի, որ կգա մի հատ պահ, ես թող իրանք ասեն, որ ես դա ասել եմ ժամանակին, ասել եմ։ Թող իրանք կգա մի ժամանակ, որ իրանք ոչ թե 10-15 հազար դրամով, այլ անգամներով ավելի շատ մարդկանց կարան գնեն պրոստը։ Այն ինչ որ կատարվեց։ Մեծ հաշվով Հայաստանում դա է կատարվել։ Դրա մեջ մեղադրել հասարակ մարդուն, որը շատ վատ ապրում։ Ես ասում եմ, նաև իր մեղքի պատասխանատվության բաժին է ամեն մեկի չափով։ 23 թվականի ավականու ընտրությունների ժամանակ մասիվում նախընտրական արշավի ժամանակ ես ականատես եղա մի հատ կնոջ հետ, որի հետ այս Մայր Հայաստանի խումբը բան եղավ, կոնֆլիկտ ունեցավ, հետո գնացին ես առանձին նստեցի խոսեցի էլի այդ կնոջ հետ, ինքը փաստացի տասովշիկ էր։
Նիկոլ Փաշինյանը համար աշխատում էր, Տիգրան Ավենյանի համար աշխատում էր, ասում եմ լավ, մի հատ հարց տամ էլի։ Քեզ ասել են որ դու աշխատել ես, հա։ Ես աշխատել եմ բոլոր նախագահների ժամանակ 10 օքսիկ եմ աշխատել։ Սկսած առաջին նախագահից մինչև հիմա աշխատել եմ։ Հիմա ասում եմ դու գազ քո իշխանություն քո համար եմ աշխատելու։ Ասում եմ ինչի։ Ասում եմ որտեղ տեսնում ես այս գարաժում իմ փոքր խանութը։ Դրա հաշվին եմ ցանոթը սարքել։ Այդ դրա հաշվին է իմ ընտանիքս ապրում։ Ես իմ մասնակցությունը 10 օքսիկությունն է։ Ես իմ մասնակցությունս հետեւելն է մարդկանց հատ-հատ հանդիպեմ, մարդկանց ինչ-որ բաներ խոստանամ, որ այդ մարդիկ հետագայում քվեարկեն կոնկրետ իմ մարդուն։ Կգա ես այն ժամանակ աշխատել եմ առաջի, երկրորդ, երրորդ, հիմա վարչապետի համար եմ աշխատում, վաղը դու գա քո համար կաշխատեմ։ Այդ այս համակարգը դրածա տենց, այդ մարդը ինձ է ասում տենց բան, հասկանում ես Անժելա ջան։ Ստեղ ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրեմ, ես փաստ եմ արձանագրում, բայց մի բան կարամ ասեմ, որ այս իշխանությունը նախորդից ոչինչով չի տարբերվում, մի հարցով է տարբերվում։ Կոռուպցիայի չափով մի անգամներով ավելի շատ կոռուպցիայի մեջ է թաղված եւ ազգային մասով ինքը Ղարաբաղը հանձնել եւ ապազգային անձնավորությունն է։ Ինչ է կանթատասում Արցախը Հայաստանի տարածքներ չի հանձնվել Հայաստանի հետ։ Ես ավելի գլոբալ եմ ասում, ես շատ գլոբալ։ Չէ, սենց ասեմ։ Սյունիքը չի հանձնել։ Տեսեք, ես հիմա դուք պետք չի շատ բան անենք, կոնկրետ Արցախը հանձնելա։ Չէ, ես չվախեցնենք։ Սյունիքը եթե ասենք հրամանա տվեց, եթե բոլոր բարձունքները տվել է, ի՞նչ է դա նշանակում։ Անժելա ջան, ես հիմա փաստ եմ արձանագրում ես պայմանությամբ։ Ես ինչ եմ ուզում, ես չեմ ուզում դետալների մեջ մտնեմ թե լավ, հաջորդ հարցը տեսեք, որ սա է իրականությունը։ Այս համակարգը մինչև մենք չքազմաքանդենք, մենք չենք կարող այս վիճակից դուրս գալ։ Շատ լավ, հիմա այս համակարգն է, որ այդ համակարգն է, որ տանման մետանականդա սարքում մեր պետականությունը։ Մինչև դրա մասին չխոսենք, մինչև չկարողանանք մեր ժողովրդին վստահություն չենք կարող վերցնել։ Ամենակարևոր խնդիրը սրա մեջ է։ Իսկ մենք լուրջ անվտանգության